Ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ նորից ու նորից իհարկե շնորհավորում եմ մարտի 8-ի արդիվ թող Աստված օրհնի առողջ եղեք, երջանիկ եղեք, սիրելի մեր քույրեր, Աստված թող օրհնի ձեզ եւ ավելի բարձրացնի Տիրոջ պարգևներով, նրա գեղեցկությունով դուք արդեն լցված եք, Տիրոջ պարգևներով լցվեք, Տիրոջ հոգով լցվեք եւ Աստված ձեզ անսահման սիրում է, փառք Աստծուն այսօրվա համար, փառք Աստծուն, որ այսօր Տեր ունես, այսօրվա մեջ Տեր ունես, փառք Աստծուն, դա հիասքանչ է, եթե չգիտես այսօր ինչի համար փառավորես Տիրոջը, փառավոր է Աստծուն, որ այսօրվա մեջ դու Աստված ունես, որ այսօրվա մեջ դու Աստծուն ես ճանաչում, որ այսօրվա մեջ դու կարող ես քո ձայնը բարձրացնես Եվ տերերի տերը, արքաների արքան, որ տեզերք այս երկիրը ստեղծեց, այս արևը ստեղծեց, քո ձայնը կլսի։ Դա հիասքանչ է, դա պատիվ է հարազատներս, փառք Աստծուն, որ մենք հնարավորություն ունենք իրենից սովորելու, որ մեր հոգին արձագանքում է Տիրոջ հոգուն։ Ինչպես Պողոս առաքյալը ասում է, Աստծո հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք նրա զավակներն ենք։ Փառք Աստծուն, որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ եւ տվեց մեզ հույս եւ ապագա։ Եվ այսօր ես ուզում եմ խոսեմ հույսի մասին, հարազատներս։ Այսօրվա խոսքը իմ կոչվում է այսպես. Աստծո մոտ միշտ կա հույս քեզ համար։ Այսօր շատ մարդիկ աշխարհում կան շատ մարդիկ, որոնք անհույս են։ Ապրում են ու չգիտեն վաղվա օրվան, ինչ կլինի իրանց հետ։ Բայց քեզ համար հույս կա, որտեվ դու Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում ես։ Եթե ինչ որ քո բնագավառում հույս չկա հարազատս, գուցե դու այսօր նստած ես եւ դու մտածում ես հույս չունեմ ես ինչ հարցում։ Այսօրվա իմ պատգամը նրանում է, որ դու նորից սկսես հուսալ։ Որ դու անհույսությունից հեռանաս։ Գուցե բժիշկները այսօր քեզի ոչ այդքան հուսանալի բաներ են ասել։ Գուցե քո ձեռքդ գողում ես քո գրպանը եւ քո գրպանը քարոզում է ոչ այդքան էլ հույսով լցված բաներ։ Գուցե դու նայում ես քո պարտքերին ու ինքը գալիափի պես գոռում է քեզ հուսահատցնելով։ Գուցե քո ընտանիքին ես դու նայում եւ տենում ես անհուսություն։ Ասում ես չէ, էսի մարդը փոխվող պտուղը չի։ Իրանից Պողոս Պետրոս չի ելնի։ Չէ, էս իրավիճակը անհուսալի է։ Հնարավոր չի։ Վերջ։ Գիտեք, սատանան է միշտ ասում վերջ։ Աստված միշտ ասում է հույս կա։ Քանի շունչը քո հոգում է հույս ունես։ Բոլորդ երևի տեսել եք, որ նստած հետաքրքիր մի կինո ես նայում, արդեն մտել ես այդ կադրի մեջ նայում ես շատ հետաքրքիր է ու մեկ էլ գրում են վերջ։ Վերջացավ։ Ասում ես այ մարդես ինչ եղավ։ Բայց ուրախանում ես, երբ որ գնում են շարունակությունը կա։ Ու դու անհամբեր սպասում ես շարունակությանը, որտեվ այդ բառը շարունակություն կա, քեզ հույս է տալիս։ Գիտեք դժոխքի ամենադաժանությունը որն է։ Այդ ցավերը չեն, այդ կրակը չի, անհուսությունն է, որ մարդիկ ընկնելով այնտեղ իրենք հասկանում են, հույս չկա, այստեղ վերջ։ Այստեղից ես երբեք չեմ կարող դուրս գալ։ Գիտես, եթե դժոխքում հանկարծ ասված իշնի ասի, գիտեք, միլիոն տարի հետո ես ձեզի կհանեմ ընդեղից, այդ մի բառը միլիոն տարի հետո այնպիսի զորություն կտա, այնպիսի հույս կծակի այդ մարդկանց մեջ, իրանք ասեն ամեն ինչին կդիմանամ, բայց միլիոն տարի հետո կհասնեմ իմ երազանքին։ Ամենադաժանը, ամենացավալին դժոխքի հենց դա է, որ հույս չկա, եւ այսօրվա իմ պատգամը նրանում է, որ Աստծո մոտ միշտ հույս կա քեզ համար, չհանձնվես։ Գուցե այսօր ուժաթափ ես, գուցե այսօր ձեռքերդ իջեցրել ես, գուցե այսօր
Անհուսությունը բռնել է քո վզից եւ փորձում է քեզի խեղդի, չհանձնվես, սիրելիս, սիրելի եղբայր եւ քույր, չհանձնվես, ով միջև վերջ դիմանա կփրկվի։ Տերն ասեց, ով միջև վերջ դիմանա։ Երեմիա Մարգարեն 29-րդ գլխի 11-րդ խոսքում այսպես է ասում. որովհետև ես գիտեմ, շատ մարդիկ գիտեն, իրանք գիտեն, բայց Աստված ասում է չէ, ես գիտեմ։ Ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին։ Դու ուրախ ես, որ Աստված խորհում է քո մասին։ Դու գուցե այսօր նստած ես կամ 3 տունը նստած էիր, տրամադրություն չունեիր, հուսահատ էիր, ձեռքերդ իջեցրած էր, մտածում ես արայիսից տեղից է խեղդում, այս պարտքերս ստից են խեղդում, այս մարդը ստից է ինձ խեղդում, այս գործերը ստեղից են խեղդում։ Նույնիսկ այդ ժամանակ Աստված, ոչ մեկին չասեք, Աստված խորհում էր քո մասին։ 24 ժամ, 7 օր Աստված խորհում է քո մասին։ Ու դա նշանակություն չունի քո զգացումների հետ։ Զգում ես այդ, թե չես զգում, որտև Աստված ինքը անկախ է քո զգացումներից։ Դու կարող ես Աստված ուր ես, ես քեզ չեմ զգում, ես քո կողքին եմ, ես քո սրտում եմ։ Հետո ինչ չես զգում, ես քեզանից չեմ հեռանա, չեմ թողնի և չեմ լքի քեզ, ես ահա քեզ հետ եմ, հավիտյանս մինչև աշխարհի վերջը։ Եվ եկեք տեսնենք ինչ է խորհում Աստված մեր մասին։ Երևի մտածում ես Աստված մտածում է ոնց ինձ ավելի խորը պարտքերի մեջ գցի։ Աստված երևի մտածում է ոնց ինձ ավելի տկարացնի, որ ես խելքովանամ։ Մի հատ նենց հիվանդություն տա, որ ես խելոքանամ։ Աստված երևի մտածում է ոնց անեմ ես փեդով տամ գլխին մի հատ խելքը գլուխը գա։ Բայց Աստված այդպիսի Աստված չէ։ Մենք այդպիսի Աստծուն չենք հավատում, հարազատներս։ Ասում եմ, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները, այլ ոչ թե չարության։ Ինչի համար է խաղաղության խորհուրդ մտածում հարազատներս, որպեսզի տամ ձեզ, որպեսզի ձեզ տամ ապագա և հույս։ Աստված միշտ գալիս է և բերում է հույս մարդու կյանքի մեջ։ Ամենաճգնաժամին էլ, երբ որ դու նստած ես, Աստված գալիս է և քեզ տալիս է հույս։ Դու հանկարծ կարծես լույս է վառվում քո հոգու մեջ, մի բառ Աստծո, ես քեզ հետ եմ, դուստրս, ես քեզ հետ եմ, որդիակս, ես քեզ չեմ թողնի, իմ վերքերով դու բժշկված ես, իմ աղքատությամբ դու հարստացել ես, ես մտածում եմ քո մասին։ Երբեք մի մտածի, որ ես քո մասին չեմ մտածում, ես 24 ժամ մտածում եմ քո ապագայի մասին, որ ինչ անեմ, որ քեզ տամ հույս, որ քեզ լավ ապագա լինի, ինչպես մենք ծնող լինելով, մենք մտածում ենք մեր երեխաների համար, իրանց ապագայի համար, ոնց անենք, որ իրանք առողջ լինեն, ոնց անենք, որ իրանք երջանիկ լինեն, ոնց անենք, որ իրանք մուրազին հասցնեն, որ կրթություն ունենան, որ լավ մարդ լինեն, մենք գիշեր ու ցերեկ ինչպես ծնող մտածում ենք։ Առավել ևս հայրը մեր երկնային, որ մեզանից կատարյալ է, մեզանից իմաստուն և խելացի, մտածում է, ինչպես Եսայիա մարգարեի մեջ ասում է, իմ մտքերը ձեր մտքերը չեն, ինչպես երկինքն ու երկիրը, երկինքը երկրից բարձր է, այնքան իմ խորհուրդները բարձր են ձեզանից։ Աստված ուզում է քեզ տալ ապագա և հույս, և ինքը ասում է, և դուք կկանչեք ինձ,
12-ից 14-րդ խոսքում ասում է. «Եվ դուք կկանչեք ինձ, եւ կգնաք եւ աղոթք կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ»։ Կասեց Հովիվ ջան, աղոթում եմ, Աստված ինձ չի լսում։ Սուտ է։ Տերը լսում է քեզ։ Նույնիսկ ինչ որ դու մտածում ես, ծածուկ տեղումը Աստված լսում եւ տեսնում է։ Ինչի չի պատասխանում, դա երկրորդ հարց է արդեն։ Ով տարավ Հիսուս Քրիստոսին մկրտվելուց հետո անապատ, Սուրբ Հոգին։ Ղուկաս ավետարանի մեջ գրված է, որովհետև անապատից ինքը դուրս եկավ Սուրբ Հոգու զորությամբ։ Ամենադժվարին պահին Հիսուս Քրիստոսը իր հայացքը ուղում էր դեպի Աստված եւ իր հույսը Աստվածն էր։ Նույն էլ առաքյալները, հարազատներս։ Եվ դուք կկանչեք ինձ։ Գիտեք, դուքի մեջ մտնում է ես, դու, մենք բոլորս։ Եվ ովքեր էլ լսելու են հետո այդ ձայնագրությունը, իրանք էլ մտնում են այդ դուքի մեջ։ Ինքը չի ասում դու, ու մենք մտածենք հայտի մնաք Իրանա։ Իրան ասված լսում է, մնացածը ոնց կարան։ Ոչ, ասում է դուք կկանչեք ինձ։ Եվ կկանչեք ինձ, եւ կգնաք, եւ աղոթք կանեք։ Ինչպես հիշում եք, մենք դասը արեցինք աղոթքի թեման։ Աղոթքը դա երկխոսություն է։ Դրամ ասում է կգնաք եւ աղոթք կանեք։ Աստված ցանկանում է, որպեսզի դու գաս իր հետ խոսաս։ Աղոթքը բարձրացնես, ինքը ասում է, իսկ ես իմ կողմից խոսք եմ տալիս, աղոթք կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Հալելույա։ Հիասքանչ Աստված ասում է, դու կգաս աղոթք կանես, ես քեզ կլսեմ։ Որտեւ ես խուլ չեմ։ Կուրքերի պես ես խուլ չեմ, կույր չեմ։ Ես տեսնող եւ լսող Աստված եմ։ Ես Աստված եմ, որ տալիս եմ հույս եւ ապագա։ Նույնիսկ ինչպես Դավիթն ասում, նույնիսկ եթե գնամ մահվան շուքի ձորում, քո ցուպն ու գավազանը մխիթարում են ինձ։ Աստված գալիս էր այդ նեղ պահին, պատկերացնում եք մարդը ինչպիսի դժվարին իրավիճակի մեջ ասում է, ես մահվան շուքի ձորով եմ եթում, բայց Տիրոջ ցուպն ու գավազանը ինձ հույս են տալիս, ինձ զորացնում են, որտև հույսը զորություն է բերում մեր կյանքի մեջ, հարազատներս, չհանձնվես, խիզախ եղիր, ամուր հայացքդ ուղղիր դեպի Տերը, եւ դուք ինձ կորոնեք։ Ուրախ ես, որ շարունակություն կա դրանից հետո։ Պատկերացնում եք Աստված կասեր, եւ դուք ինձ կորոնեք եւ վերջ։ Ու դու ամբողջ կյանքը թափառական ասուն ես ման գալի։ Մենք փոքր ժամանակ հիշում եք, պաղկվոց էինք խաղում։ Ինքն է ասված էլ այդպես։ Հա թաքնվի, դու մինչև կյանքիդ վերջը մանարի։ Ասում է, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք։ Հալելույա։ Այստեղ դեռ վերջ չէ, ստորակետ է։ Որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով եւ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը։ Գիտեք, մենք փոքր ժամանակ պաղկվոց էինք խաղում, բուն իմաստը ընտրանում էր, որ մենք ամեն ինչ անենք, որ մեզ չգտնեն։ Պաղկվոցի բուն իմաստը ընտրանում էր, որ ես այնպես թաքնվեմ, որ ինձ չկարողանան գտնեն։ Իսկ այստեղ Աստված ասում է, դուք կորոնեք, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ դուք ինձ գտնեք։ Ես կգտնվեմ ձեզ համար։ Հալելույա։ Հրաշալի է, որ դու չես հասնում դեր բերանդ բացես, Աստված գտնվում է քեզ համար։ Տեր ջան, ուր ես, այստեղ եմ։ Տեր ջան, քեզ չեմ զգում։ Հետո ինչ։
ես քո կողքին եմ։ Գիտեք, մի այսպիսի առակ կա, մի մարդ երազին տեսնում է, տեսիլք երազի պես, տեսնում է, ոնց է ինքը անապատով գնում, Հիսուսի հետ միասին գնում են դաշտերով, ու մեկ էլ անապատ է սկսվում։ Ու ինքը մտնում է այդ անապատը, այդ փշերի, անապատի փշերի մեջով անցնում է ու պտտվում, տեսնում է միջև այդ անապատը երկու մարդու հետքեր էին։ Իսկ այդ անապատում փշերի մեջ մի մարդու հետք էր։ Ասում է Տեր Հիսուս, տեսար, լրիվ ես մենակ անցա։ Մի մարդու հետք է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը պտտվում ասում է, «Էդի քո հետքերը չեն, էդի իմ հետքերն են։ Դու իմ գրկում էիր, որդյակս։ Ես քեզ ձեռքերի վրա անցկացրեցի, որտև Տիրոջ խոսքը ասում է, ինքը ուժից վեր ոչինչ չի տա, որ մենք կոտրվենք։ Մեր Տերը բարի Աստված է, հարազատներս։ Այս աշխարհն է, որ ամեն ինչ անում է, թշնամին ամեն ինչ անում է, որ ներկայացնի Աստծուն չար, որ ներկայացնի Աստծուն չարագործ, պատժող։ Բայց առաքյալները ամեն ինչ անում էին, Հիսուս Քրիստոսի քարոզությունը նրանում էր, որ Աստված սեր է։ Առաջինը, որ դու հանդիպում ես Աստծո հետ, դու իր սերին ես հանդիպում։ Իր սրբության եւ սերին ես հանդիպում։ Հետո նոր դու հասկանում ես, որ ինքը դատավոր է, որ ինքը արդար դատելու է տեզերքը, ամեն մեկին։ Բայց առաջինը, որ դու իրան հպվում ես Աստծուն, Աստծո սերն է քեզի կպնում, ու քո սիրտը հալվում է ու դու գալիս ես դեպի Աստվածը։ Հանկարծակի հույս է վառվում քո սրտի մեջ։ Հույսի լույսը վառվում է քո սրտում։ Վայ Աստված ջան, ես չգիտեի, որ ինձ սիրում են, որ ես ինչ որ մեկին պետք եմ։ Այդ համար Աստված ասում է, նույնիսկ եթե հայրդ եւ մայրդ քեզանից հրաժարվեն, ես չեմ թողնի ձեզ։ Այդ համար Տերը ասում է, հարազատներս, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Այսօր աղոթելու ենք բոլոր սրտով։ Գիտեք, Աստված ինքը այնպես մեզ սիրեց բոլոր սրտով։ 50%, 99%-ով չսիրեց մեզ։ Ինքը երբ որ եկավ Գողգոթայի խաչին խաչվեց ու մինչև վերջի արյուն կաթիլը թափեց, 99%-ը չթափեց, մի տոկոսը թողեց։ Որտև Աստված ինչ որ անում է, 100%-ով է անում։ Ամբողջ սրտով մեզ սիրեց եւ դրա համար իր միածին որդուն տվեց։ Ամբողջ սրտով սիրեց, որ ինքը Գողգոթայի խաչին խաչվեց։ Ամբողջ սրտով սիրում է, որ միջև օրս մեզի դիմանում է, ողորմում ու գրկում ու տանում է դեպի փրկություն։ Դուք հարազատներս ապագա ունեցող ազգ եք։ Դուք ազգ չեք, որ չունի ապագա եւ հույս։ Մենք եկանք Աստծո մոտ եւ ձեռք բերեցինք ապագա եւ հույս։ Այդ համար մենք այսօր հարազատներս ապագա եւ հույս ունեցող ազգ ենք։ Գուցե իհարկե դու ֆիզիկապես նայում ես, ասում ես, չէ, վերջ։ Խնդրում եմ, մի ասա վերջ, եթե Աստված չի ասե վերջ։ Թող վերջ լինի այն ժամանակ, երբ որ Աստված ասի վերջ։ Որտև եթե Աստված չի ասե վերջ, ուրեմն դու ապագա ունես։ Մեկ անգամ մի այսպիսի պատմություն եղավ ինձ հետ։ Մենք ընտանիքներով մոտիկ ենք, ծանոթություն ենք անում, շփվում ենք, այդ կնոջ մաման ծանր հիվանդացավ քածկեղով։ 83 տարեկան էր, 84։ Ու այդ կինը մի օր եկավ, ասեց, չգիտեմ ինչի իր սրտի մեջ եկավ, բա Արամ ասում է, չես գա աղոթես իր համար։
Ոչինչի չեմ գա, ասма դե վաղ եկեք։ Ասի լավ կգանք։ Նատալիային վերցրեցինք, մյուս օրը գնացինք իրանց տուն, որ այդ կնոջ համար աղոթենք։ Մտա ներս, տեսնեմ աղոթելը որն է, այդ կինը անգիտակից կոմայի մեջ պարկած է։ Հենա որ մահացած չի, արդեն մահվան այդ սև հետքերը իրա վրա են։ Հենա որ սիրտը խփում է, հոգին չի տվե։ Կանգնած եմ, եմ որ ասում է հայերեն շիվարած եմ, մտածում եմ, ստե ինչ աղոթեմ, Աստված ջան։ Ճիշտն ասեմ, իմ հավատքս էլ չէր երգում, որ ես կաղոթեմ, եսի քելնի։ Ջահել էլ չի, ջարդվես իր համար աղոթես, 84 տարեկան կին է։ Բայց ինչ արդեն խոսք եմ տվել, որ պիտի աղոթեմ իր համար։ Ձեռքերս դրեցի իր վրա, յուղով օծեցի ու սկսեցի աղոթել։ Աղոթում եմ, բայց մտքիս մեջ պատերազմ է գնում։ Ճիշտ, սիրուն, բառերը ասում եմ, բայց մտքիս մեջ, հոգուս մեջ պատերազմ է գնում։ Ասում եմ Աստված ջան, Աստծոս հետ խոսում եմ, ասում եմ Աստված ջան, իմաստը իմ աղոթքի այս մարդու համար։ Ինքը եմ որ ասում են մի ոտով արդեն գերեզմանա, մի ոտը չէ, արդեն երկու ոտնա, մի ձեռնա, մնացել է մի ճկուտը, որ այս աշխարհից պոկվի ու էթա։ Այդպիսի պատերազմով աղոթում եմ հոգուս եւ մտքիս մեջ պատերազմելով աղոթեցի, փոթորիկա մեջս վերջացրի ամեն ասեցի, չեմ էլ հիշում ճիշտն ասած ինչ եմ աղոթե։ Վերջացրեցի այդ կին ասում է, եկեք թեյ խմենք։ Եսա չայ դնեմ թեյ խմենք։ Ուրախ եմ որ եկել եք։ Ես նշան տվի ասի գնում ենք Նատալիային։ Նատալիան ասում է, չէ, զբաղված ենք, մենք գնում ենք։ Որտեվ ներսս այսպես փոթորիկ է, չեմ հասկանում։ Ու գիտեք, ասես լավ, որ գնում եք, գնացեք։ Ու գիտեք, երբ որ դրսի դուռը բռնեցի, որ բացեմ ու դուրս կամ, հանկարծ Տերը խոսեց հետս։ Ասեց Արամ, քանի շունչը իրա մեջ է, ինքը հույս ունի։ Որովհետև ես կարամ այս գիշեր իրան բարձրացնեմ ու ինքը ինձ Տեր կդավանի ու ես իրան կտանեմ։ Ու գիտեք, այդ գիշեր այդ կինը գնաց։ Ու երբ որ մենք մյուս օր եկանք, այդ կինը ասում է, այսօր գիշերը վախեցել ենք։ Ասում եմ, ի՞նչ ա եղել։ Ասում է, ես մի շաբաթ անգիտակից վիճակի մեջ է։ Ասում է, գիշերը կես գիշերին հելավ նստեց, ինչ որ բաներ ասեց ու պարկավ ու հոգին տվեց։ Ու ինձ դաս եղավ մինչև կյանքիս վերջը, որ քանի շունչը կա մարդու մեջ, հույս ունի այդ մարդը եւ ապագա։ Աստված իր մեծ ողորմությամբ այդ կնոջը հասավ եւ պոկեց դժոխքի ձեռքերից։ Հետո մի մտածի, որ դու հույս չունես։ Դու ապագա ունեցող ազգ ես, որովհետև Աստված եկավ եւ բերեց քեզ հույս, դու հույս ունես, նույնիսկ այսօր եթե դու դժվարությունների մեջ ես, հավերժ չի դժվարությունները, ամուր կանգնիր Տիրոջ կողքին, բռնված Տիրոջից, ինչպես Հակոբոս ասեց, մինչև չորնես չեմ թողնի քեզ Տեր։ Այդ է ծառավը։ Մինչև իս չորնես քեզի բաց չեմ թողնի Տեր։ Ինչի Աստված չէր կարա իրանից պոկեր գծերենքոմ։ Աստված մի հատ փչեր վերեն ինքը հենց այդ ոտները գձգեր։ Բայց Աստված թույլ տվեց, որպեսզի տեսնի իր խանդավառությունը դեպի Աստված։ Ոնց է սիրում Հակոբոս Աստծուն։ Մատթեոս ավետարանի 12-րդ գլխի 18-21-ը կարդանք։ Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին, որին իմ անձը հավանել է։ Իմ հոգին նրա վրա կդնեմ, եւ նա հեթանոսներին իրավունք կպատմե։ Նա ոչ կհակառակի եւ ոչ կաղաղակի, եւ ոչ էլ հրապարակների մեջ մեկը նրա ձայնը կլսի։
ջախջախված եղեգին չի փշրի եւ հանգչող պատրույքը չի հանգցնի, միջև որ դատաստանը հաղթության հանե եւ հեթանոսները հույս կդնեն նրա անունին։ Հիսուսը վեր կացավ եւ հիշեցրեց Եսայա մարգարեությունը ցույց տալով իր վրա, որ այդ խոսքը իրենն է։ Եվ ինքը ասեց. ես եմ այն ընտրյալը, որ Աստված ինձ կանչել է, որ ես հեթանոսներին հույս բերեմ։ Մենք ամեն մեկս հարազատներս անհույս ենք ապրել, հույս եւ ապագա չենք ունեցել, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը մենք հեթանոս ենք։ Հա մի կասես, հա ես ծնվել եմ քրիստոնյա ազգում, որ մի քիչ հիշես, ինչքան կուրքեր ունեիր քո սրտում, որ չեմ դու քո կոմֆորտով քո սրտի գահին նստած էիր։ Դու նստած էիր քո սրտի գահին եւ ամեն ինչ պատտվում էր քո շուրջը։ Դու մտածում էիր ոնց ինձ լավ ելնի, ոնց ես կուշտ ելնեմ, ոնց ես ամեն ինչ իմ համար ելնի։ Թող ամբողջ աշխարհը փուլ գա։ Վեճս չի։ Ինձ եւ իմ ընտանիքը։ Մենք բոլորս հեթանոս ենք։ Ծառայում ենք փողին, մամոնային, ծառայում ենք աշխատանքին, ամեն մեկը մի բանի ծառայում էր։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասեց. ես եկել եմ, որպեսզի հեթանոսներին հույս տամ, որ իրանք հույս դնեն իմ անունին։ Եվ հետո այսպիսի հրաշալի խոսք է ասում. ջախջախված եղեգը չի փշրվի։ Եվ հանգչող պատրույքը չի հանգցնի, միջև որ դատաստանի հաղթության հանե։ Գուցե դու այսօր քեզ զգում ես ինչպես եղեգը ջախջախված։ Աստված չի թողնի, որ արդեն ցեխի հետ խառնվես։ Ինքը կարող է նորից վերականգնեցնի քեզ։ Գուցե դու այսօր քեզ զգում ես, գիտես ինչպես մոմը, որ փչում ես, կրակ չկա, բայց ծուխ է հելնում։ Երևի չգիտեմ, տեսել եք, չեք տեսել, բայց երբ որ այդ ծուխը երբ որ հելնում է, հանկարծ այդ ծուխին կրակ ես տալի, կրակը իջնում եւ մոմը նորից բոցավառվում է։ Գուցե դու այսօր քեզ զգում ես այդ մոմի պես, դու ծխում ես, հազիվ ծխում ես, կրակ չկա։ Գիտես Աստված չի գալի։ Ապրես։ Ապրես, որ ծխում ես, ինձ կօգնես։ Անջատված։ Ոչ, ինքը գալիս է ու քեզ կայծ է տալի, որ դու նորից բոցավառվես։ Դրա համար չհանձնվես, դու ապագա ունեցող ազգ ես, դու հավատում ես Աստծուն, որը միշտ հույս ունի քեզ համար։ Ինքը միշտ հույս ունի քեզ համար, հարազատս։ Եվ բոլորը նրա անունին, հարազատներս, Հիսուս Քրիստոս եկա, որ բոլորը նրա անունին հույս ունենան։ Հիսուսը վարպետ է իրավիճակ փոխելու։ Դու վարպետ չես։ Հիսուսը վարպետ է իրավիճակ փոխելու։ Մի հուսահատվիր։ Գիտեք, Աստված հանդիպեց Աբրահամի հետ, երբ որ ինքը պաշտում էր լուսնին։ Եվ Աստված կանչեց Աբրահամին, ինքը 70 տարեկան էր, կինը 60 տարեկան էր։ Ապրում էին անհույս, առանց երեխա, առանց ապագայի։ Ոչ երեխա ունեն, ոչ բան է, հին աշխարհի մտածելակերպով էդի անեծք էր։ Աստծուց ուրեմն իրանք պատժված են, որ երեխա չունեն։ Ոչինչ չունեմ։ Բայց Աստված եկավ եւ թակեց Աբրահամի սիրտը։ Եվ խոսեց Աբրահամի հետ, ասեց արի իմ հետևից։ Ու ես քեզ ազգեր կտամ։ Ես քեզ հող կտամ։ 6 սոտի հող ունես, ես քեզ մի ազգ կտամ։ Ու գիտեք, այդ խոսքերը, Աստծո խոսքերը հույս տվեցին Աբրահամին։ Եվ Աբրահամը լցված այդ հույսով
տունը, տեղը, բարեկամներին, հարազատներին, բոլորին թողեց եւ գնաց Աստծո հետևից։ Վերցնելով միայն հորը եւ իր եղբոր որդուն։ Եվ իրավի խնդիրը նրանում էր, հարազատներս, Աստված խոսացել էր իր հետ, ինքը ուներ խոսմունք, բայց խնդիրը նրանում է, որ օրեցօր նրանք ծերանում էին, այլ ոչ թե ջահելանում էին, օրեցօր ամեն առավոտ հելնում էին ու տեսնում էին, ինչպես այդ հույսերը մաշվում և չեզոքանում են, օրեցօր ծերանում էին, այսօր էլ դու գուցե մտածում ես, Աստված ջան, դու ինձ խոսմունք ես տալի, բայց ես օրեցօր տեսնում եմ, ոնց է այդ բոլորը չքվում ու գնում։ Ես արդեն չգիտեմ ինչի վրա հույսս դնեմ։ Աստված ամեն բան անում էր, որպեսզի Աբրահամի հույսը միայն ու միայն Աստծո վրա լիներ։ Որտև եթե որ ինքը 70 տարեկանում ունենար, կասեր, ես եմ, այդ քաչ տղեն ես եմ, էսի իմ տղեն է։ Բայց Աստծո խոսքից հետո նրանք կանգնեցին մի մեծ խնդրի առջև, որ նրանք օրեցօր ծերանում էին, այլ ոչ թե երիտասարդ էին դառնում։ Եվ դա բեռի պես նստեց նրանց հավատքի վրա։ Եվ այստեղ հավատք էր պետք, որպեսզի ինքը հավատքով նայի չերևացողին, այլ ոչ թե երևացողին, որտև երևացողը ամեն օր ցույց է տալի ընդհակառակը, որ ես ծերանում եմ, էլի ես չեմ կարա երեխա ունենամ, վերջ, սատանան ամեն առավոտ գալիս էր, Աբրահամ, վերջ, ու Աստծո խոսքը ասում է, իրա Սարայի արգանդը մեռած էր, աշխարհի ամենալավ բժիշկն էլ գար, Սարային ստուգեր, ինքը ասել էր, վերջ Սարա, դու երբեք երեխա չես կարա ունենաս։ Բայց Աստված երկնքից նայում, ասում էր, դու չգիտես լը, ազգերի մայր ես դառնալու։ Այդ համար գրված է, որ Աբրահամը ասում է նայում էր չերևացողին։ Եվ այդ բեռը իրենց հավատքի վրա նստեց, եւ օրեցօր իրենք տեսնում էին, ոնց են իրենք ծերանում։ Եվ կարծես ֆիզիկապես նայելով տեսնում էին, որ Աստծո խոսքը չի կատարվում, այլ ընդհակառակն է կատարվում։ Տեր ջան, ես ասել ես երեխա պիտի ունենամ, ուրա։ Հուրա Տեր, հուրա։ Ու մի օր Աբրահամը տխրեց, նստեց վրանի մեջ, դուք պատկերացրեք ինչպիսի մեծ բեռ էր դա իր հավատքի վրա, որ ինքը նստեց եւ վրանի մեջ ու թաթու ինքը իրան դրեց։ Եվ Աստված էլ ուրիշ ձև չկար, ինքը եկավ միջամտի, որպեսզի Աբրահամին նորից հույս տա։ Աբրահամ հուսահատվել ես, ես վարպետ եմ հույս տալու։ Աբրահամ ես, դու ինձ ունես, եթե ինձ ունես, հույս ունես։ Եկավ Աբրահամին վրանից վերցրեց, հանեց դուրս, մազերից բռնեց, ինչ ես տեսնում Աբրահամ։ Աստղեր եմ տեսնում Տեր։ Այստեղ ինչ ես տեսնում։ Տեսնում եմ ավազներ, իհատիկ, հաշվի։ Ոնց հաշվեմ, Աստված ջան, սա հաշվել կլինի։ Աստղերը հաշվի, փորձի աստղերը հաշվի։ Չեմ կարա հաշվեմ, այսքան որդի ես ունենալու։ Եվ գիտեք, այդ ժամանակ Աբրահամի սրտում հույսի ճրագը նորից վառվեց։ Ինչպես մենք Մատթեոսի մեջ կարդացինք, որ այդ մոմը նույնիսկ երբ որ ծխում է, Աստված գալիս եւ կրակ է տալիս։ Այսօրվա իմ պատգամը նրանում է, որ նորից վառվի քո սրտում
Տիրոջ կրակը, քո մոմը նորից բոցավառվի։ Որտեվ Աբրահամը վրանի մեջ նստած ասում է, Տեր դու ինձի կանչեցիր, ես 70 տարեկան էի, այսօր ես 99 տարեկան եմ, ուրա։ Ես որդի չունեմ, քո խոստմունքը ուր է, Տեր։ Եվ Աստված եկավ ասեց. Ես եմ Աբրահամի Տերը։ Աբրահամ, դու ինձ ունես։ Դու ինձ ունես։ Ինչ ես դու տեսնում, Աբրահամ։ Աստված փորձեց, որպեսզի նորից Աբրահամը իր հայացքը ուղղի չերևացողին։ Եվ հիշեցնի այն խոսքը, որ Աստված տվել էր իրան 70 տարեկանում։ Եվ Տերն ասում է. մույս տարի այս ժամանակ կգամ եւ որդի կունենաս։ Եվ Սարան ինչ արեց։ Ես 90 տարեկան երեխա կունենամ, չեն ասի գժվել ես։ Ես գիտես, երբ որ կինը խնդում է, ինքը գուցե բառ չի ասում, բայց եթե ցույց է տալի, որ ինքը չի հավատում։ Ամուսին ասում է, գիտես, ամեն բան լավ կլինի։ Հա, ամեն բան լավ կլինի։ Ես գիտեմ, ամեն բան լավ կլինի։ Ասում է, Սարա, դու ծիծաղում ես։ Չէ, չեմ ծիծաղում։ Չէ, դու ծիծաղեցիր։ Չէ, չեմ ծիծաղում։ Ասեց լավ, ուրեմն տղան կունենաս, անն էլ ծիծաղ կդնես։ Հիսահակ։ Տեսնենք ով է ծիծաղում, վերջում։ Ես եմ ծիծաղելու, թե դու ես ծիծաղելու, Սարա։ Աշխարհի բոլոր բժիշկները ասում էին, որ Սարան երբեք երեխա չի ունենա։ Աստված եկավ եւ ասեց. մյուս տարի այս ժամանակ դու երեխա կունենաս։ Հետաքրքիր ինքը չասեց 9 ամիս հետո, այլ ասեց մյուս տարի։ Այդ 3 ամիսը պետք էր իրենց, որպեսզի նրանք այդ 3 ամիսը պետք էր, որպեսզի նրանք կարողանան այդ հավատքի խոսքը վերցնեն եւ հույս ծագի իրանց սրտի մեջ։ Նորից այդ հույսը բարձրանա, որ նորից իրենք կարողանան Տիրոջ իրենց հայացքը ուղղեն դեպի Աստված։ Եվ 3 ամիս հետո Սարան հղիացավ։ Սարա, ես ինչ ա եղել 90 տարեկան սիրտդ խառնում է։ Հղի եմ։ Այ խելար, հո դու չես գժվել։ Անհնարին է, այլ կնիկ։ Եկավ ժենսկի կոնսուլտացիա 90 տարեկան հղիացելը։ Այս աշխարհի համար հիմարություն է, հարազատներս։ Այդ համար խոսքը ասում է, որ շնչավորի համար հոգևորը հիմարություն է։ Այս աշխարհի բոլոր մարդիկ ոչ մեկ չեն հավատում, որ Սարան կարա երեխա ունենա։ Ոչ ոք։ Խնդրում եմ քեզ, որ դու քո սիմպտոմները չփնտրես կոմպյուտերում հեռախոսի մեջ։ Գիտեք, մենք չգիտեմ ինչի մի հատ կողներս ծակում է, մտնում ենք կոմպյուտեր մեջ ու սկսում ենք նայել հեռախոսի մեջ։ Ինչի՞ց է կողը ծակում։ Կամ գալիս ենք բժիշկի, բժիշկն ասում է. գրիժա ունես, ու մենք նստում ենք ու նայում ենք, որ գրիժա ունես ինչ, ոնց է ելնելու։ Խնդրում եմ քեզ, որպեսզի դու կոմպյուտերում չնայես քո հիվանդությունը, այլ Աստվածաշնչում դու նայես քո բժշկությունը։ Որովհետև երբ որ դու կոմպյուտերում նայում ես քո դիագնոզները, իրանք քեզ ցույց են տալիս վերջ։ Իսկ երբ որ Աստվածաշունչն ես բարդում կարդում, այնտեղ գրված է շարունակությունը կա։ Վերջակետ չի։
մի կորցրու Աստծո խոսքը, չհանձնվես, համարձակ եղիր հավատքի մեջ, որտև հավատքի մեջ խիզախություն կա, եղիր համարձակ Աստծո մեջ, և Եբրայեցիների 4 գլխի 16-րդ խոսքում այսպես ասում, ուրեմն նրա շնորհքի աթոռին համարձակությամբ մոտիկանանք, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք մեզ օգնության պատհեջ ժամին, հալելույա, խիզախորեն գնա Տիրոջ շնորհքի գահին, այս աշխարհի մարդիկ հույս չունեն, իրանք չեն կարող խիզախորեն գան շնորհքի գահին, փագա, դրախտի դուռը փագա, Հիսուս Քրիստոսն է, որ բացում է դրախտի դռները, քեզ համար բաց է շնորհքի աթոռի դուռը, խիզախորեն կանգնի ասա, Տեր, դու ասել ես, որ դու աղքատացար, որ ես հարստանամ, որ ես հարուստ լինեմ ամեն մի բարի գործի համար, ոչ թե իմ իրքերը լցնելու համար, ուտեմ, խմեմ, ֆռամ, այլ բարի գործերի համար եմ ուզում, Տեր, ես հիմիվանդությունը չի փառավորում քեզ, քո խոսքն ասում է, որպեսզի քո վերքերով ես բժշկվեցա, տուր իմ բժշկությունը, գիտեք ինչպես այդ կին ասեց, տուր ինձ Հիսուս իմ շամ բաժինը, Հիսուսն ասեց, ես շներին հաց չեմ տա, շուն եմ, տուր իմ շամ բաժինը, և իրա դուստրը բժշկվես, իսկ դու շուն չես, դու Աստծո սիրեցյալ որդին ես, Աստված իր խոսքով քեզ ծնել է, Տեր ջան, տուր իմ բաժինը համարձակորեն արիր շնորհքի գահին, որպեսզի օգնություն ստանաս, մի եղիր սուտ խոնարհության մեջ, Աստված ինձ տվել է, որ ինձ խելքի խրատի, այս հիվանդությունը ինձ խրատելու համար է, այո, մենք կարող ենք ամեն իրավիճակի մեջ հայտնվենք, ինչպես Պողոս առաքյալը ասում է, և նեղ ժամանակ եմ ապրե, և լեն ժամանակ եմ ապրե, բայց ամեն բանում փառք մեր Աստծո։ Մի փնտրիր, նորից ասեմ, խնդրում եմ քեզ, մի փնտրիր քո սիմպտոմները, քո հիվանդությունը հեռախոսում, կոմպյուտերներում, քո այդ թղթերի մեջ, այլ փնտրիր քո պատասխանները Աստվածաշնչում, որտև Աստվածաշնչի մեջ միշտ հույս կա քեզ համար, որտև դա Աստծո ոգեշնչված Աստծո խոսքն է, որտև Պողոս առաքյալը Առաջի Կորինթացիս 13-րդ գլխի 13-րդ խոսքում այսպես ասում, ապա ուրեմն մնում է հավատ, հույս, սեր, այս երեքը և սրանից մեծը սերն է։ Ապա ուրեմն մնում է հույս, հավատք և սեր, և սրանից իհարկե մեծը սերն է։ Հույսը չի ամանչեցնում։ Աստծո մոտ միշտ կա հույս քեզ համար։ Գնա խիզախորեն դեպի շնորհքի աթոռին։ Եկեք ոտքի կանգնենք և խիզախորեն գնանք դեպի շնորհքի աթոռին։ Որպեսզի գտնենք, ողորմություն ստանանք, շնորհ գտնենք, մեզ օգնության պատեհ ժամին։ Ամեն մեկս էլ մի խնդիր ունենք, հարազատներս։ Գիտեք, ամեն մեկս էլ մի խնդիր ունենք, բայց Աստծո մոտ հույս կա։ Եվ այդ դրա համար եկեք ուղղակի, գիտենալով նրանում, որ հույսը չի ամանչեցնում, ուղղակի աղոթքով, աղոթիր սրտիդ խորքից, աղոթքով գանք շնորհքի գահի առջև։ Ուղղակի քո ձայնը հիմի բարձրացրու դեպի Աստվածը, ինչում ես ուզում, որ այդ իրավիճակը փոխվի քո կյանքում։
Եվ սկսիր փնտրել Տիրոջ պատասխանները Աստծո խոսքի մեջ։ Թե հիմի Աստվածաշնչով կխոսի, թե իր ծառայի շնորհիվ կխոսի, թե հիմի երկնքից կոնկրետ քեզ հետ կխոսի, այդ արդեն Աստված գիտի։ Քեզանից տրվում է, ինչպես մենք Երեմիայի մեջ կարդացինք, որ ինքը ասեց, այս կարդամ եւ աղոթենք։ Եվ դուք կկանչեք ինձ, եւ կգնաք ու աղոթ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ խնդրեք ձեր բոլոր սրտովը, եւ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը։ Հալելույա։ Ես կգտնվեմ։ Եկեք, հարազատներս, սրտի խորքից բարձրացնենք մեր աղոթքը դեպի Տերը։ Ու ես հավատում եմ, հարազատներս, որ Աստված, որ ամենակարող Աստվածն է, եթե Աստված կարողացավ այնպես անի, որ 90 տարեկան կինը երեխա ունենա, ինչ է քո պարտքը։ Ինչպես ասում է, եթե Աստված չխնայեց իր միածին որդուն տվեց, արդյոք չի տա քո խնդրվածը։ Եթե իր որդուն տվեց, ամենաթանկը տվեց։ Եկել ենք Տիրոջ առջև, Տեր ջան։ Եկել ենք քո առջև, Տեր, տարբեր կարիքներով ու սպասում ենք հրաշքի, Տեր։ Եկել ենք խիզախորեն քո շնորհքի գահի առջև։ Իմ Տեր Աստված, եւ շնորհակալություն ենք հայտնում։ Իմ Տեր Աստված, այդ հնարավորության համար, որ կարող ենք խիզախորեն գալ շնորհքի գահի առջև, որպեսզի օգնություն ստանանք։ Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, ու այժմ ես աղոթում եմ ամեն մեկի համար։ Իմ Տեր Աստված, որ ամեն մեկի սրտում նորից հույսի ճրագը վառվի, որ ամեն մի հոգում նորից հույսը ծագի եւ ամեն մի անհուսություն հեռանա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր ջան։ Եվ նորից եղեգը կոտրված վերականգնվի, մոմը մարած նորից բոցավառվի, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, եւ ես հավատում եմ, Տեր, ու խնդրում եմ, Տեր իմ Աստված, ամեն կարիքների համար, ամեն հրաշքի համար, Տեր, որ դու հրաշք Աստված ես եւ սիրում ես հրաշքներ գործել, եւ այսօր ով որ սպասում է քեզանից հրաշքի, ես խնդրում եմ, որ այդ հրաշքը գա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր ջան։ Հալելույա, Տեր, շնորհակալ եմ քեզանից, Տեր ջան, մենք իմ Տեր Աստված խորին սրտով, ամբողջ սրտով փնտրում ենք, որովհետև դու քո ճշմարիտ խոսքում ասում ես, կխնդրեք ինձ, կորոնեք եւ կգտնեք։ Հալելույա, Տեր իմ Աստված, շնորհակալություն քեզ, եթե խնդրեք ձեր բոլոր սրտով, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Փառք մեր Տիրոջը։